Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, շատ լավ ստացվեց, որ առաջինը ես պետք է արձագանքեմ, որտեղ հարցը ոնց որ թե ինձ է վերաբերվում, եւ ասեմ ձեզ, որ ես ուզում եմ սկսեմ հանձնաժողովում հնչեցրած մի տեսակետ կապված իմ մազերի գույնի հետ, որը շատ լավ օգտագործեց Տիկին Թագուհի Թոմասյանը, ասեմ ես կյաճ չեմ, ես սպիտակ եմ, եւ այս սպիտակելը անցած ճանապարհ է։ Տիկին Թոմասյան, դուք իմ սև մազերն եք տեսել, ալեխառն եք տեսել, սպիտակն եք տեսնում, եւ դա անցած ուղի է, խնդրում եմ դա մազերը չշահարկեք։ Ինչ վերաբերում է կյաժությունը եւ հարցի քննարկումը, ես ուզում եի հասկանալ ձեր զեկույցից, վերջին հաշվով դուք ինչ եք հասկացել իմ ասածից։ Դուք չասեցիք։ Ասում են, ասեք, եթե ես կրկնել եմ հայտնի հոգեվորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել, բերանդ լվա։ Շատ անհասկանալի արտահայտություն է։ Եվ մեկնաբանել է, ի՞նչ է մեկնաբանել։ Այլ կոնտեքստում ես էլ եմ մեկնաբանել եւ իմ մեկնաբանությունը ուզում եմ դեռ ժամանակ ունեմ ընթերցեմ, որ ես արել եմ իմ Facebook-յան գրառման մեջ։ Եվ վերնագիրն էլ շատ հետաքրքիր եմ ես դրել, թող ձեզ հաճելի լինեն բերանից խոսքերը։ Խոսքի մասին է վերաբերում, խոսքի մաքրության, Տիկին Թոմասյան։ Լրագրողի եւ ընդհանրապես պատգամավորների հետ հարաբերություններում դա երկկողմանի է, պարտավորությունները իրավական։ Դուք ասում եք 4 իշխանությունը ամեն ինչից վեր է։ Դուք արդեն դարձրել եք այդպեսին, որտեղ մեր ընդդիմադիր գործընկերները քաղաքական օրակարգ չունենալու պարագայում գտել են լրագրողական խմբերով օրակարգ ձևավորելու ձևաչափը։ Շատ լավ։ Այդ դեպքում, երբ որ ինձ մեղադրում եք, մեղադրեք հստակ, ինչ եմ ես ասել, եւ դուք ինչ եք հասկացել, որովհետեւ ըստ էության իմ ասացի մեկնաբանությունը, թե ես ինչ եմ ասել, ես կարող եմ կարդալ։ Անշուշտ, ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ընդդիմադիր գործիչներն ու նրանց շահերը սպասարկող մի քանի լրագրողներ փորձում են խոսքիս իմաստն ընկափոխել։ Լարվածության նոր առիթ ստեղծելու իմ անունը շահարկելու նպատակով, սակայն համոզված եմ, որ տհաճ ափսոսանքի արժանի միջադեպը ես գրել եմ հաջորդ օրը։ Չէր դառնա հանրային քննարկման առարկա, եթե գնահատականներ տվեին մեջբերումը, որ ես արել եմ ձեր սիրելի հոգևորականի ասածից։ Ես որևէ վիրավորական բան չեմ ասել, ես ասել եմ խոսքի մաքրության մասին, որովհետեւ ավելի ինկալելի լինի, ես նույնիսկ վերջում բերել եմ Սաղմոս եւ այստեղ նաեւ ձեր թերթի քնարիկը, որ իմ նկարը վազվզավել այստեղ, ասում եք բննկարն էլ դրեք, վերջին հաշվով ես ուզում եմ բացատրեմ, որ նաեւ այդ ձևաչափի մեջ խոսքի մաքրությունը շատ կարեւոր է։ Իսկ ինչ այդ օրը տեղի ունեցավ, պարզապես ճեպազրույցի ժամանակ Հռիփսիմե Ջեբեսյանը մոտեցավ եւ փորձեց ձախ կողմից ներխուժել այդ աշխատանքի մեջ, որ ես թույլ չտվեցի։ Ասեցի գնա կանգնի այնտեղ, որտեղ մարդիկ ժամանակի շուտ կանգնել են եւ մենք սկսել ենք մեր ուրեմն ճեպազրույցը։ Էլի ասեմ, դուք չեք կարող ասել, որ ես բաց չեմ եղել ընդդիմադիր լրատվամիջոցների առաջ։ Գուցե երևի ամենաշատ հարցազրույց տված եւ ճեպազրույց տված պատգամներից մեկն եմ։ Կարող եք մոնիտորինգ անել։ Եվ դա հիմա ասել, որ ես լրագրողներին ճնշել եմ, բայց ճնշվածներին չեմ մյուս օրը գալ ինձանից հարցազրույց վերցնել։ Դու ճշմարտ մնաք, բոյկոտ էիք հայտարարել, անեիք, ինչի չեք անում։ Ուզում ասեմ արդարացի պետք է լինեք, սա առիթ էր, որպեսզի 1.5 ժամը օրակարգ չլինելու քաղաքական դարձնեք օրակարգ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդիվ ելույթ կունենա Գեգամ Նազարյանը, պարոն Նազարյան, համեցեք։ Լրատվամիջոցները, լրագրողները ցանկացած պետության հենասյուներից մեկն են եւ լրագրողներին եւ լրատվամիջոցներին ամեն կերպ պետք է աջակցել, պաշտպանել եւ թեւու թիկունք լինել։ Այո, այսօր ապրում ենք մի իրականությունում, որտեղ լրագրողները թույլ են տալի մասնագիտական կոպիտ սխալներ։ Կարող են էթիկայի կոպիտ խախտումով վիրավորել մարդուն, ումից ուզում են հարցազրույց վերցնել, բայց դա պատճառ չէ, որ մենք լրագրողներին հարվածենք կամ վիրավորենք։ Լրագրողներ կան, որ փորձել են, ոչ, պարոն, ձեր ընդհանրական եմ ասում։ Չէ, ընդհանրական եմ ասում։ Լրագրողներ են եղել, որոնք փորձել են առանձին վերցրած դպրոցներում գործադուլներ կազմակերպել, բայց մենք էլի դրանով հանդերձ պետք է սիրենք ու պաշտպանենք լրագրողներին։ Լրագրողներ են եղել, որոնք զանգել հետաքրքրվել են ոնց ես, ինչ ես, զրուցել են եւ հետո առանց զգուշացնելու այդ զրույցը
ընտրովի վերնագրով հրապարակել են, բայց այդքանով հանդերձ մենք էլի պետք է պաշտպանենք եւ որպես падգամավորներ ամեն ինչ անենք, որ Հայաստանում լրագրողը եւ լրատվամիջոցը ի վերջո կայանա։ Լրագրողներ են եղել, որոնք մի նախադասություն սկզբից, մի նախադասություն կենտրոնից կտրելով վերնագրեր են դրել եւ ապահովել լսարան, բայց նույնիսկ այդքանով հանդերձ մենք պետք է սիրենք, հարգենք, պաշտպանենք ու օգնենք, որ լրագրողները այդպիսի սխալներ թույլ չտան։ Ես հանձնաժողովի քննարկման ժամանակ եւս ասեցի, որ ես վստահ եմ, որ Անդրանիկ Քոչարյանը չի ասել վիրավորանք, երբ որ ասել է շրթունքներ մաքրի։ Վստահ եմ ճանաչելով իրեն, ինչքան էլ հակառակ տեսակետներ են եղել, բայց ես վստահ եմ, որ ինքը վիրավորական որևէ արտահայտություն չի արել։ Բայց երբ որ քիչ առաջ նշվեց, որ լրագրողը ձախ եզրով փորձել է ճեղքում իրականացնել եւ բայց դուք կանոնները խախտումով եք արգելել,